Թրամփի ուղի կոչվող ճանապարհը Հայաստանի որ բնակավայրերով է անցնելու եւ ամենակարևորը, ով է այն վերահսկելու։ Այս հարցերը մնում են անպատասխան։ ABC Media-ի գրավոր հարցման ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել է, որ քննարկումները շարունակվում են։ Նման հայտարարություն է արել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Այս պայմանավորվածությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Իհարկե, ես կարծում եմ, որ նաև խնդիրն է նա, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ադմինիստրացիան ակնհայտորեն շատ մեծ գլոբալ օրակարգ ունի։ Վաշինգտոնյան հռչակագրին բազմիցս անդրադարձել են իշխանության ներկայացուցիչներն այն որակելով բացառիկ ձեռքբերում։ Ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Թրամփի ուղի կոչվող ճանապարհը բացելու է Հայաստանի տնտեսության թոքերը։ Փոխարենն այն խցանելու է Հայաստանի անվտանգության թոքերը։ Նախարարին հակադարձում է մասնագետը, ահազանգելով, որ օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը միակողմանի զիջումների մասին է։ Չափազանցված է, թե Հայաստանի տնտեսության թոքերը կբացվի, որովհետև ինչպես իրենք են նշում, դեռևս վերջնական պատկերացում չկա, թե ինչպիսին կլինի այս ճանապարհը, փոխարենն թշնամի երկրում Ադրբեջանում կան պատկերացումներ, թե ինչպիսին պետք է լինի այդ ճանապարհը, ընդ որում դա իրենք առանց թաքցնելու պարբերաբար դրա մասին խոսում են։ Սյունիքով տրամադրվող ճանապարհի ու դրա հսկողության մասին Հայաստանի իշխանությունը ոչինչ չի ասում, բայց միաժամանակ Ադրբեջանից սրանց մասին հայտարարություններ են հնչում։ Բաքվում թրիփի մասին պատկերացումներն ավելի հստակ են։ Ադրբեջանի հրապարակած քարտեզների համաձայն այն անցնելու է Մեղրիով։ Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա միջին միջանցքի, ինչպես նաև հյուսիս-հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված։ Ալիևը շարունակում է նույն բառապաշարը, գործածում է միջանցք եզրույթը։ Փաշինյանն էլ ինչպես միշտ խոսքի մակարդակով հերքում է, պնդելով, թե Զանգեզուրի միջանցք չկա ու չի լինելու։ Նրան միացել է նաև Մհեր Գրիգորյանը, կրկնելով, որ միջանցք եզրույթից պետք է ձեռնպահ մնալ։ Մենք ըստ էության գործ ունենք միջանցքային տրամաբանության հետ, այսինքն ստեղծվում է ինչ-որ հատուկ ճանապարհ Թրամփի ուղի, այսինքն եթե դա միջանցք չէ, ապա հարց է առաջանում, թե այդ հատուկ ճանապարհը հատուկ կառավարման ռեժիմով եւ այլն, դա ինչի համար է ստեղծվում։ Եթե խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքով հաղորդակցության մասին է, այդպես աշխարհի բոլոր երկրների միջև կա իրենց ինքնիշխան տարածքներով հաղորդակցություն եւ ոչ միտեղ այդպես հատուկ կառավարման ռեժիմով ճանապարհներ չեն կառուցվում կամ ստեղծվում։ Հակոբ Բադալյանն ասում է, այս բոլոր պնդումները նախընտրական քարոզչական տեքստեր են, նպատակն է համոզել հանրությանը, թե իբր չկա զիջում։ Բադալյանին համակարծիք է նաև քաղաքագետ Արա Պողոսյանը։ Իշխանությունների կողմից բոլոր հայտարարությունները ես կարծում եմ պետք է դիտարկել որպես առաջին հերթին նախընտրական շրջանում արդարացում եւ հասարակության մոտ չափազանցված սպասումների արթնացում կապված այս ճանապարհի հետ եւ մյուս կողմից հնարավորություն հետագայում ցուցանավելու, եթե այս կամ այն կերպ լինի այնպիսի ճանապարհ, որը առհասարակ չվերաբերվի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը։ Զրուցակիցներս ասում են, օգոստոսից հետո իշխանության ներկայացուցիչները դրոշակ դարձրած թափահարում էին այն պնդումը, թե իբր հռչակագիրը փոխադարձության սկզբունք ունի։ Հայաստանն իր տարածքում ճանապարհ է նվիրում ԱՄՆ-ին ու Ադրբեջանին, փոխարենն ինչ է ստանում։ Եթե Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն ձեռքվում է այդ բացառիկ եղանցությունից, նշանակում է, որ այստեղ գործում է հենց այնպիսի ռեժիմ, ինչպիսին պատկերացնում էին Բաքվում, ասել է թե միջանցքային ռեժիմ։ Եվ ինչու հիմա հստակ չեն հայտարարվում այս պարամետրերի մասին, ինչ կանոններ են գործելու այս ճանապարհին, ինչպես են դրանք գործելու, ով է վերահսկելու, ես կարծում եմ հենց պայմանավորված է նախընտրական շրջանում։ Բաքվից ակնկալում են, որ ճանապարհը հսկելու են տեխնիկական սարքավորումներով, իսկ հայ սահմանապահը չի ստուգելու ադրբեջանցուն։ Իսկ հայերն ինչ են ստանում այդ փոխադարձությունից։ Հարց, որի պատասխանը չկա ոչ Վաշինգտոնյան հռչակագրում, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանության հայտարարություններում։